Իսրայելը հերթական անգամ հարվածեց Իրանին։ Տասնամյակներ շարունակ Իսրայելը մշտապես հակասությունների մեջ է Իրանի հետ, ինչը պարբերաբար արտահայտվում է ռազմական գործողություններով։ Փոքրիկ Իսրայելը համարձակվում է հակադրվել Իրանին իրեն շրջապատող արաբներին միայն մեկ պատճառով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն կերպ աջակցում է հրեական պետությանը։ Ընտրություններից առաջ Դոնալդ Թրամփը բազմիցս կրկնել է, որ ինքը պատերազմի դեմ է։ Պատերազմի դեմ եմ, դա սարսափելի է, դա սարսափելի է, ասում էր Դոնալդ Թրամփը։ Բայց հիմա հենց Թրամփն է Իրանին վերջնագիր ներկայացնում ու սպառնում ռազմական հարվածներով, առաջարկում է ինչ-որ գործարք։ Դուք կասեք, որ պատճառը ակնհայտ է, դա Իրանի միջուկային ծրագիրն է, որը համառորեն փորձում է ստեղծել ատոմային ռումբ։ Թրամփը համոզում է իրանցիներին հրաժարվել միջուկային զենքի արտադրությունից հնարավոր սպառնալիքը վերացնելու համար։ Ինչ կլինի, եթե անկախ իրանցիները սկսեն Ամերիկային կամ Իսրայելին հրթիռակոծել իրենց միջուկային հրթիռներով։ Ինչ սարսափելի է, չէ՞, բայց սա սուտ է ներկայացում հանրության համար։ Իրանը միջուկային զենք չունի։ Իրանի ատոմային ռումբը միֆ է, հորինված սարսափ պատմություն։ Նույնիսկ եթե Իրանը ստեղծի միջուկային զենք, նա չի կարողանա կուտակել այնքան լիցք, որ լուրջ սպառնալիք ներկայացնի Միացյալ Նահանգների համար։ Բոլորովին չի կարողանա։ Իրանը ոչ մի ռազմական սպառնալիք չի ներկայացնում Միացյալ Նահանգների համար, ոչ ներկայում, ոչ էլ ապագայում։ Այդ դեպքում ոչինչ հասկանալի չէ։ Եթե Իրանը միջուկային զենք չունի, ապա ինչու է Ամերիկան անհանգստանում։ Ինչու է Թրամփը սպառնում հարվածել Իրանին։ Բանն այն է, որ այսօր պետությունները կամ, այլ կերպ ասած, համաշխարհային տնտեսության գոտիները պայքարում են ճգնաժամի պայմաններում գոյատելու համար։ Ինչ ճգնաժամի։ Հա, դուք ինչ, չեք նկատում ճգնաժամը։ Մարդկությունը արդեն տասնյակ տարիներ ապրում է էներգիայի պակասի ճգնաժամում։ Այստեղից էլ փորձերը լրացնել պակասող էներգիան քիչ արդյունավետ անկայուն միջոցներով, հանրային վահանակներով ու քամու գեներատորներով։ Նա համաշխարհային տնտեսությունում կա գերբազմացման ճգնաժամ, միաժամանակ ֆինանսական պղպջակների գելցվածության ճգնաժամ։ ԱՄՆ դոլարը համաշխարհային արժույթ է, իսկ դոլարային պղպջակը այնքան են մեծացրել, որ անհավատալի չափերի է հասել։ Չինաստանը կենտրոնացնում է իր մոտ արտադրությունը, մեծացնում է իր ազդեցությունը աշխարհում։ Չինաստանը դառնում է ավելի ու ավելի ազդեցիկ, ինչը սպառնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջնորդությանը։ Ինչպես տեսնում եք, Ամերիկայի համար անհանգստանալու պատճառներ բավականին շատ կան։ Ստոպ, 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 ստոպ։ Կասեք դուք, այս ամենը, որ թվարկվեց, Ամերիկայի Միացյալ Նահանգների խնդիրներն են։ Իսկ Իրանն այստեղ ինչ կապ ունի։ Ինչպես թե ինչ կապ ունի։ Իրանը հողից հանում է աշխարհի նավթի արդյունահանման 4-5%-ը։ Իրանը միշտ էլ նավթի արդյունահանման առաջատար տասնյակում է եղել։ Իրանը երկրի ընթերքից արդյունահանում է աշխարհի գազի 6-7%-ը։ Իրանը գազի արդյունահանման համաշխարհային առաջատար եռյակում է։ Իրանը էներգառեսուրսների աղբյուրներից մեկն է Եվրոպայի Չինաստանի համար։ Էներգիան կյանքի արտադրության հիմքն է։ Նավթը տրանսպորտի վառելիքն է։ Եվ ոչ մի էլեկտրական մեքենայով դուք երբեք նավթը չեք փոխարինի։ Երբ ածխաջրածինների հոսքը նվազում է, բոլոր գործընթացները կրճատվում են, արտադրությունը պակասում է, տնտեսության շրջանառությունը ընկնում է։ Ահա թե ինչ է պետք Թրամփին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցանկանում են նվազեցնել Իրանից Եվրոպա-Չինաստան նավթի ու գազի հոսքը։ Թրամփը հարվածում է Եվրոպայի Չինաստանի ամենախոցելի տեղին, դա նավթի գազի մշտական հոսքից կախվածությունն է։ Ամենապարզ տարբերակը էներգետիկ ռեսուրսների մատակարարումները փակելն է։ Եվրոպայի Չինաստանի տնտեսությունն ու արտադրությունը կկրճատվեն, մասամբ կտեղափոխվեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ուժև դառնալու համար պարտադիր չէ սեփական հզորությունը մեծացնել։ Մյուս ռազմավարական տարբերակը մրցակիցներին թուլացնելն է։
Հենց դա է անում Թրամփը, Իրանի դեմ հարվածներ հասցնելով հնազանդ Իսրայելի ձեռքերով։ Եվ Դոնալդ Թրամփը չի ստում։ Նա իսկապես փրկում է Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Մրցակցություն գլոբալ ճգնաժամուն գոյատելու համար։ Թրամփը խաբում է միայն Իրանի սարսափելի միջուկային զենքի մասին։ Բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունները ստիպված են հեքիաթներ հորինել իրենց միջամտությունը օտար գործերին արդարացնելու համար։ Պատկերացրեք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը հայտարարի, որ ԱՄՆ-ում սպառման մակարդակը պահպանելու համար պետք է թույլատնել մրցակիցներին, այսինքն Եվրոպային Չինաստանին, ինչի համար անհրաժեշտ է կրճատել Իրանից նրանց հասնող նավթի գազի հոսքը։ Ահա թե ինչու Իսրայելը հնազանդորեն ռմբակոծում է Իրանին, իսկ Միացյալ Նահանգները սպառնում են նոր հարվածներով։ Եվ այդ դեպքում կստացվի, որ չար ամերիկացիները իրենց բարեկեցության համար վնաս են տալիս մյուսներին։ Դա գեղեցիկ չի թվում, լավ չէ, Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր քաղաքացիները չեն աջակցի նման ռազմավարությանը։ Բոլորը ուզում են լավը լինել, կարծում են, որ իրենք լավն են ապրում են լավ երկրում, ճիշտ գաղափարներով։ Եվ հենց այդ պատճառով էլ ստեղծվեց Իրանի միջուկային սպառնալիքի մասին հեքիաթը։ Ամերիկացիները առանց ափսոսանքի կթույլատնեն կամ ընդհանրապես կվերացնեն ցանկացած պետություն։ Սա գոյատման պայքար է ճգնաժամի պայմաններում։ Այստեղ ոչ բարեկամություն կա, ոչ էլ կարեկցանք։ Ամենաուժեղն է գոյատում։ Հիմա դուք գիտեք իրական պատճառը, թե ինչու են Ամերիկայի Միացյալ Նահանգները ճնշում Իրանի վրա սպառնում նրան։ Առաջարկում եմ այն պետությունների քաղաքացիներին, որոնք նավթ գազ ածուխ են վաճառում Եվրոպա-Չինաստան, լրջորեն մտածել իրենց ապագայի մասին։ Ողջույն ռուսական անտառից։